Անհավատալի է, նայիր ես արդյունքին։ Եթե ուզում ես ունենալ նույն հաջողությունը, ինչ ես իմ բույսերի հետ, even այն դրվար բույսերի դեպքում, որոնք միշտ քեզ չեն հաջողվել, մնա այստեղ, որովհետև այսօր քեզ ցույց եմ տալու մի մեթոդ, որը կոտրում է բոլոր այն սահմանները, որոնք մինչ այժմ գիտես։ Ուրեմն ուշադիր եղիր, գրի առ եւ եթե հարցեր ունես, գրիր մեկնաբանություններում։ Սկսում ենք։ Հիմա արդեն եկեք սկսենք։ Առաջի հերթին տեսնենք, թե ինչ նյութեր են մեզ պետք գալու։ Եվ արդեն քեզ նախապես ասում եմ, ստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, ոչ մի թանկ բան, ոչ էլ բարդ։ Սա ամեն ինչ կարող ես առանց խնդիր ձեռք բերել։ Պետք է ունենանք 4 ուռենու տերևներ, 2 թեյի գդալ։ Սա կարելի է գտնել ցանկացած դեղաբույսերի խանութում, բնական ապրանքների խանութում կամ պարզապես ինտերնետով պատվիրելով։ Ես լիտր ջուր, ոչ ավելին։ Ագար-ագար, շատ կարևոր է, որ լինի չեզոք ագար-ագար, առանց ներկանյութերի ու հավելումների։ Շատ հեշտ է գտնել, շատ մատչելի է եւ քեզ պետք կգա բազմաթիվ ապագա բազմացումների համար։ 2 ապակյա բանգակափարիչով, նաեւ դարչին փոշի, որը մեր ալիքի դասականներից է, ցողիչ եւ իհարկե 1 կիտրոնի եւ 1 ավոկադոյի կտրոն։ Սրանցով մենք կստեղծենք մի միջավայր, որը պարունակում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է կտրոնին արմատներ տալու համար։ Հիմա սկսում ենք պատրաստել այս ամբողջ համակարգի հիմքը ուռենու տերևների թուրմը։ Կաթսայի մեջ լցնում ենք 500 մլ ջուր եւ ջուրը հասցնում երման։ Երբ ջուրը սկսում է եռալ, ավելացնում ենք 2 թեյի գդալ ուռենու տերև։ Անջատում ենք գրակը եւ թողնում, որ տերևները հանգիստ թրմվեն։ Այս քայլը կարևոր է, որովհետեւ ուռենին պարունակում է բնական օքսիդներ, որոնք հորմոններ են եւ անմիջականորեն մասնակցում են արմատավորման գործընթացին։ Երբ թուրմը պատրաստ է, այն շատ լավ քամում ենք։ Մենք ուզում ենք մաքուր հեղուկ առանց բուսական մնացորդների, առանց մասնիկների։ Բացի այդ, ջուրը եռացնելով մենք վերացրել ենք ցանկացած հնարավոր սունկ կամ օրգանական նյութ, որը կարող էր փչացնել միջավայրը։ Երբ արդեն քամել ենք ուռենու թուրմը, այն նորից լցնում ենք կաթսայի մեջ։ Եվ հիմա ուշադրություն, որովհետև հենց ստեղա, որ շատերը սխալվում են։ 500 մլ թուրմի համար ավելացնելու ենք ընդամենը 1 սուրճի գդալ ագար-ագար։ Մի հատ, ոչ հավեր։ Սա ոչ թե ճաշի գդալ է, ոչ 2 գդալ եւ ավելին պետք չէ։ Այս հարաբերակցությամբ ստանում ենք արմատների զարգացման համար իդեալական խտություն։ Ագար-ագարը շատ հզոր է, շատ քիչն էլ բավական է եւ շատ հեշտ է գտնել այն։ Դուք եմ կգտնեք ցանկացած դեղաբույսերի խանութում կամ պարզապես ինտերնետում փնտրելով։ Բացի այդ, այն մատչելի է եւ երկար ժամանակ կարող եք օգտագործել բազմաթիվ բազմացումների համար։ Երբ ավելացնում ենք ագար-ագարը, լավ խառնում ենք եւ կաթսան դնում կրակի վրա։ Երբ սկսի եռալ, ճշգրիտ 2 րոպե հաշվում ենք, առանց դադարելու խառնել որևէ պահի։ Դուք կնկատեք, թե ինչպես է հեղուկը փոխվում։ Այն սկսում է դառնալ ավելի խիտ, ավելի համասեռ եւ այդ 2 րոպեն անցնելուց հետո հանում ենք կրակից։ Հիմա պարունակությունը լցնում ենք ապակե բանկամերի մեջ։ Հեղուկը հավասարապես բաժանում ենք 250 մլ 1 բանկայի մեջ, 250 մլ մյուսի։ Շատ կարևոր է, բանկաները պետք է շատ մաքուր եւ լավ ախտահանված լինեն։ Երբ սա արեցինք, պարզապես թողնում ենք, որ պարունակությունը սառչի։ Սառչելուց հետո ագար-ագարը պնդանում է եւ ստեղծում է կայուն ժելեի նման մի բան։ Այսինքն մի միջավայրը, որտեղ կտրոնը շաբաթներ շարունակ կզարգանա առանց մեր մշտական հետևելու անհրաժեշտության։ Մինչ միջավայրը սառչում է, պատրաստում ենք կտրոնները։ Կտրում ենք 1 կտրոն կիտրոնենուց եւ 1 կտրոն ավոկադոից։ Չափը պետքա թույլ տա, որ ամբողջությամբ տեղավորվի բանկայի մեջ, քանի որ հետո այն փակելու ենք։ Երբ կտրվածքները պատրաստ են, այստեղ կարևոր մի բան պետքա հստակեցնենք։ Այս մեթոդում ալոե վերա չենք օգտագործելու, այնինչ օգտագործելու ենք աղացած դարչինն է։ Դարչինը քսում ենք միայն վերքերի վրա, կտրոնի հիմքում։ Ցանկացած կտրվածքի դեպքում պետք չի ամբողջ կտրոնը ծածկել, միայն այն հատվածները, որտեղ հյուսվածքը բաց է։ Դարչինը շատ հզոր բնական սնկասպան է եւ մեզ կպաշտպանի առաջի շաբաթների ընթացքում։ Անում ենք ավելցուկը եւ վերջ։ Երբ ագար-ագարը արդեն սառել է եւ ամբողջովին պնդացել, կտրոնները տեղադրում ենք դրա մեջ։ Դրանք զգուշորեն տեղադրում ենք այնքան, մինչև ամուր կանգնեն եւ կարողանան իրենցով պահվել։ Ինքը միջավայրը կպահի դրանք,
Այստեղ կտրոնը ստանում է այն ամենը, ինչ իրեն պետք է՝ ուրեն ու բնական հորմոններ, մշտական խոնավություն, բարձր օդի խոնավորություն, կայուն միջավայր։ Ահա թե ինչու այս համակարգը աշխատում է այնտեղ, որտեղ մյուս մեթոդները ձախողվում են։ Մինչև բանկաները փակելը շատ թեթև կանխարգելիչ միջոց ենք օգտագործում։ Այն պատրաստելու համար մեզ պետք է 1 լիտր ջուր, ավելացնում ենք մի պտխունց դարչին, լավ խառնում ենք եւ ֆիլտրում բարակ կտորով կամ սուրճի ֆիլտրով։ Այդ լուծույթը լցնում ենք ցողիչի մեջ եւ շատ նուրբ շերտով մեկ անգամ ցողում։ Հիմա բանկաները դնում ենք կիսաստվերում, երթեք ուղիղ արևի տակ չէ, միշտ անուղղակի լույսի տակ։ Եթե տաք միջավայր ունես, ավելի լավ։ Ջերմությունը արագացնում է գործընթացը, իսկ սառնությունը դանդաղեցնում։ Այս համակարգի սպասարկումը շատ պարզ է։ Բնական սնկային կանխարգելիչ միջոցը, որը պատրաստեցինք դարչինով, պետք է կիրառենք մոտավորապես յուրաքանչյուր 4 կամ 5 օրը մեկ։ Իսկ սա ինչի հալավ է։ Դա բացառապես նրա համար է, որ կտրոնը որևէ հնարավորություն չունենա սունկ զարգացնելու, քանի որ այն գտնվում է շատ բարձր հարաբերական խոնավությամբ միջավայրում։ Մեզ ընդհանրապես հետաքրքիր չէ, որ բանկայի ներսում սնկային զարգացում լինի։ Կարելի է նաև կիրառել ավելի ուժեղ քիմիական սնկասպան, բայց իդեալական տարբերակով դարչինով բնական սնկասպանն արդեն լիովին բավարար է։ Բացի այդ, շատ կարևոր է հիգիենան։ Միշտ, երբ աշխատում ենք կտրոնի հետ կամ բացում ենք բանկաները, պետք է ձեռքերը շատ մաքուր լինեն եւ հնարավորության դեպքում դա անել քիչ քամի ունեցող ու մաքուր միջավայրում։ Մենք աշխատում ենք օրգանական նյութի հետ, որը ենթարկված է բարձր խոնավության եւ ցանկացած սպորա, որ մտնի բանկայի մեջ, մեծ հավանականություն ունի զարգանալու։ Ահա թե ինչու յուրաքանչյուր 3-4 օրը մեկ բացում ենք բանկան մի քանի վայրկյանով, թեթևակի օդափոխում, ցողում կանխարգելիչ միջոցը եւ նորից փակում։ Դա լիովին բավարար է համակարգը մաքուր, կայուն եւ առանց խնդիրների պահելու համար ամբողջ գործընթացի ընթացքում։ Այս տեսակի բազմացումը լավագույնս աշխատում է, եթե իրականացվում է նվազող լուսնի ժամանակ։ Սա կախարդական բան չէ, բայց նկատվել է, որ այս փուլում հյութը ավելի շատ կենտրոնանում է ցողունի ստորին հատվածում, ինչը նպաստում է արմատակալմանը։ Պարտադիր չէ, բայց եթե կարող ես ընտրել պահը, ավելի լավ է դա անել նվազող լուսնի ժամանակ։ Վերջապես գալիս է այն պահը, որին բոլորը սպասում էինք։ Արդեն մոտ 6 շաբաթ է անցել ու տես թե ինչ տեսք ունեն։ Այս ինչ հրաշք է։ Ամբողջությամբ զարգացած արմատներ, առողջ արմատներ, սպիտակ եւ ակտիվ արմատներ։ Այս ամենը լիովին բնական միջավայրում առանց կոշտ քիմիական նյութերի եւ առանց կյանքը բարդացնելու։ Արդ ձևով մենք ստանում ենք նախանձելի արդյունքներ, օգտագործելով կայուն համակարգ, որը տալիս է կտրոնին այն ամենը, ինչ անհրաժեշտ է զարգանալու համար։ Եվ հիմա, երբ արդեն ունենք կտրոնը այս վիճակում, այս մակարդակի արմատներով, հենց այդ ժամանակ անցնում ենք հաջորդ քայլին։ Եվ հիմա գալիս է շատ կարևոր մի հատված, որին շատերը ուշադրություն չեն դարձնում, բայց դա առանցքային է, որպեսզի նախորդ ամբողջ աշխատանքը չկորչի։ Երբ կտրոնը արդեն զարգացած է եւ տեսնում ենք, որ ունի լավ ձևավորված արմատներ, չենք կարող այն պարզապես հանել ինչպես պատահի։ Այստեղ կտրոնը չենք հաշվում։ Քանի որ միջավայրը ժելեացված է, իսկ ագարագարը պնդացած է, պետք է շատ զգուշ վարվել դրա հետ։ Առաջին հերթին մենք օգտագործելու ենք բարակ դանակ եւ շրջելու ենք բանկայի ամբողջ ներքին մասը։ Դանդաղ, առանց շտապելու, աստիճանաբար բաժանում ենք ժելեն ապակու պատերից։ Սա մեզ թույլ կտա ազատել ագար-ագարի բլոկը առանց արմատները վնասելու։ Երբ արդեն կտրոնը դուրս ենք բերել բանկայից, կարող ենք այն անմիջապես տեղափոխել ծաղկաման։ Օգտագործում ենք սովորական ունիվերսալ հողախառնուրդ։ Պետք չէ, որ դա լինի հատուկ հողախառնուրդ։ Տեղադրում ենք կտրոնը եւ զգուշորեն լցնում հողը։ Կատարում ենք թեթև ջրում պարզապես հողը նստեցնելու համար։ Չի կարելի ջուրը շատացնել։ Եվ հիմա գալիս է եւս մեկ շատ կարևոր մաս՝ տեղադրությունը։ Այս կտրոնը սովոր չէ արտաքին միջավայրի խոնավությանը, քանի որ աճել է փակ միկրոկլիմայով բանկայի մեջ։ Այդ պատճառով չենք կարող այն դնել ուղիղ արևի տակ։ Դնում ենք կիսաստվերային տեղում անուղղակի լույսով եւ թողնում ենք, որ աստիճանաբար հարմարվի։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ արմատները աճել են ջրային միջավայրում, ոչ թե հողի մեջ, ուրեմն մեզ պետք է համբերություն։ Այս հարմարվելու գործընթացը սովորաբար տևում է մոտ 7-ից 10 օր։ Այդ ընթացքում պարզապես հետևում ենք,
Եվ տեսնում ենք, որ կտրոնը մնում է ամուր եւ սկսում է նորմալ զարգանալ, հասկանում ենք, որ հարմարվելու գործընթացը ճիշտ է անցել։ Եվ ինչպես տեսնում ես, այստեղ ոչ մի տարօրինակ հնարք չկա։ Սա շատ բնական եւ շատ պարզ մեթոդ է։ Սա այն մեծ գաղտնիքներից մեկն է, որ սովորաբար չեն ուզում բացահայտել։ Եվ եթե այս տեսանյութը քեզ օգտակար էր, կիսվիր այն մեկի հետ, ով բույսերը նույնքան սիրում է, որքան ես։ Դուր լայք եւ օգնիր, որ այս տեսանյութը հասնի ավելի շատ մարդկանց, որովհետեւ այսպիսի բովանդակությունը սովորաբար չեն տարածում։ Եվ եթե որևէ հարց ունես, գրիր այստեղ մեկնաբանություններում, ես անպայման կօգնամ առանց որևէ պարտավորության։ Շատ շնորհակալ եմ, որ դիտեցիր մինչև վերջ եւ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։